Ազգային ժողովն այսօրվա նիստում մերժեց պատիվ ունեմ խմբակցության ներկայացրած ազգային ճգնաժամի և պետական կառավարման ձախողման մասին հայտարարության նախագիծն օրակարգ մտցնելը։ Նախագիծն այլ կերպ ասած վարչապետ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու օրինագիծն էր։ Փաստաթղթին, որով իշխանությունը մեղադրվում էր Արցախի կորստի, տարածքային ամբողջականության խախտումների և ռազմագերիների հարցում անգործության մեջ, կողմ քվեարկեց 24, դեմ 48 պատգամավոր։ Հայաստան և պատիվ ունեմ խմբակցություններն էին կողմ քվեարկել նախագծին, իսկ իշխող քաղաքացիական պայմանագիրը դեմ։ Հարգելի գործընկերներ, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը դեմ է քվեարկելու ի սկզբանե մեռելյացին այս նախագծին եւ իմպիչմենթի բոլոր հնարավոր մեռելյացին նախագծերին, որոնք կարող են հայտնվել ազգային ժողովի օրակարգում տարատեսակ դրսևորումներով, հայտարարության տեքստով կամ որևէ այլ աճպարության միջոցով։ Խմբակցության կողմից այս գործընթացի նախաձեռնումից մինչև լսումներ ժամանակահատվածում տեղի ունեցան մի շարք մեր երկրի համար վտանգավոր, իսկ որոշ դեպքերում նաև անդառնալիությամբ վտանգավոր իրադարձություններ։ Բայց նույնիսկ լսումների պահից, այսինքն այս հայտարարության տեքստը ներկայացնելուց մինչև այս պահը արդեն իսկ տեղի են ունեցել հակաժողովրդավարական գործընթացներ, նոր ռեպրեսիոն ավելի ուժգին պրոցեսներ և նույնիսկ նաև դատավճիռներ, որոնք նույնպես կարող էին ներառված լինել այս հայտարարության մեջ։ Հենց այդ պատճառով ենք մենք ասում, որ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը անհրաժեշտ է իրականացնել օր առաջ։ Դրա համար միակ գործիքը